Գյումրիում հետընտրական անորոշությանը վերջ տալու իր կոչը վերահաստատում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Անհրաժեշտաբար պետք է միանա ընդդիմությունը։ Հավաքանու արտահերտ ընտրությունների հաջորդ օրն էր Միքայել Սրբազանն իր միջնորդությունն առաջարկել անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրներին մի սեղանի շուրջ նստելու համար, դեռ որևէ ուժ չի արձագանքել։ Պատրաստականություններ հայտնել են օգտակար լինելու հետ միացման մեջ։ Սրբազանն ընդդիմադիրներին առաջարկում է միավորվել, հետո քննարկել, թե ինչ ձևաչափով է կազմակերպվելու քաղաքի կառավարումը։ Միացեք առանց պայմանի, միանալուց հետո քննարկեք բոլոր մանրամասնությունները։ Իսկ ներով ցանկանում են նախապես քննարկել, հետո որոշել միանալ թե չմիանալ։ Այդ ծարեք, ինչ ասեք։ Իրենք խելացի, ես անխելք։ Ներքին խնդիրների պատճառով է, որ դեռ անորոշ է քաղաքի ճակատագիրը, համոզված է arczepiskoposը։ Իրենք չեն կարողանում մարդկային տգավությունները հաղթել։ Իրենք կարողանան մարդկային տգավությունները հաղթել։ Այդ կա բան, երկու կողմն է, եթե երկու կողմն է։ Այն երկուսը արդեն հաղթել են։ Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը հաղթել են իրենց մարդկային տգավությունները եւ միացել են անվերապահ։ Մյուս երկուսն էլ ինչ-որ բան պետք է հաղթեն։ Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի հին հաշիվներն են ըստ գյումրեցիների խանգարում քաղաքական գործիչներին իրար ձեռք սեղմել ԿՊ-ի վերարտադրությունը կանխելու համար։ Անհնարին բան է, Մարտին Գրիգորյանը ինչ որ մեկի հետ միանա չի, անհնարին բան է։ Մարտուն Գրիգորյանն ընտրություններից 2 օր անց չի տվել այս հարցի պատասխանը։ Նա բավարարվել է միայն Facebook-յան գրառմամբ, թե Գյումրիում ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու։ Նույնը նաև հետընտրական անորոշության մեջ ընկած գյումրեցիներն են ուզում։ Կարգավորվի ամեն ինչ, բայց ում կուզեիք տեսնել պաշտոնի քաղաքապետ։ Պաշտոնի առանց ԿՊ-ի։ Վարդան Ղուկասյանի հետ են համամիտ երկրորդ քաղաքի բնակիչները։ Ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր տեխնացուն Մարտուն Գրիգորյանին կոչ էր արել հետևել Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին եւ հստակ հայտարարել, որ կքվեարկի իր օգտին։ Ընդդիմությունը եթե ով որ ավել ցանի թողնի գել ընդրվի։ Ես համաձայն եմ։ Քաղաքապետի ընտրությանը դեռ 2 շաբաթ կա, շատ գյումրեցիներ արդեն տոնում են ընդդիմության հաղթանակը։ Ոմանք ոչ մի կերպ չեն համակերպվում, որ իրենց Սարիկը չի լինելու քաղաքապետը։ Չիրեմ պետք է դառնա, բայց թե Սարիկը կրել է։ Աբա 50+1 չի ավակ։ 50+1 չի ավակ, այն մեգերները ժողովրդի իշկանոր գմտածի, իշկանոր ուղեղը ունի, այդ ծևել պետք է ուրեմն քաղաքապետ ունենա։ Առաջնաստված համբերատար սպասում է այս կինը։ Ով որ ընդրյալի ասկոմից ենե կնդրվի։ Կարծում է ընդդիմադիր 4 ուժերը չեն հիասթափեցնի Փաշինյանի թիմակցին չընտրած գյումրեցիներին։ Նիկոլ Փաշինյանի թիմը նրա խոսքով փաստացի պարտվել է Գյումրիում։ Հաղթած ընդդիմությունը պետք է ամրագրի իր հաղթանակը։ Ես սպասում եմ, որ Վարդան Ղուկասյանը կնդրվի։ Միանագի Մարտուն Գրիգորյանի հետ ու կնդրվի ու շատ լավ քաղաքապետ կլինի։ Կարևորն է, որ ինքը շատ աստվածաբաշտ մարդ է։ Ալբերտ Սերոբյան, Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։